Արդեն օգն է։ Արդեն զզվում է այս իմ տեսախցիկի։ Ուզում եմ վերցնի ձեռիցս տալ գետնին ջարդի ու հետո սենց հանգիստ արդեն կարողանա շփվի հետս։ Դե չէ հիմա սենց ազդում եմ ներվերին։ Դրա համար էր գնացել քնել, հա։ Լիլիթը մինչև հիմա չի հավատում, որ ինքը YouTube-յան վիդեոյի մեջ է նկարվում, հա։ Դու ինձ ես այսօր փոխել, ես էլ քեզ եմ փոխում այսօր։ Մեզ բարի ախորժակ 7 ժամ աշխատելուց հետո վերջապես եկավ սնվելու ժամանակը։ Դուք գիտեք կլիպ նկարելը հեշտ բան է։ Դուք տեսնում եք ընդամենը 3 րոպե, բայց այդ 3 րոպեն իրականում Լիլիթ, գիտես որ հեսա քուրիկս գալիս է ճանապարհին է։ Հալուրջ։ Քուրիկս Լիաննան Լիլիթի ամենամեծ ֆանատն է։ Հիմա տենալու է քեզ, լուրջ ասում ընկնելու է գետնին։ Լիաննան տեղյակ չի, որ ես ու Լիլիթը իրար հետ երգ ենք անում, տեղյակ չի ընդհանրապես։ Պոդքասթում ես Լիաննայի դեմքը ինչա լինելու, որ քեզ տեսնի։ Ուշքը գնալու է ընկնի գետնին։ Գիտեք ինչքան եմ փորձել գախնի պայել։ Քուրիկս ասել է գնում ենք դիմավորելու։ Ուշքից պետք է գնա։ Ձերներս թողում։ Ընկի Պոլին, թպրտա։ Ընկի Պոլին, թպրտա։ Вообще չէր սպասում, ընդհանրապես մտքի ծայրով չի անցել։ Գիտես, մտածում ես։ Չի լսում քեզ։ Всё, արդեն թողեմ ձեզ մենակ։ Յա ոնց է սիրտս խփում։ Սիրտը արագ է աշխատում։ Ոնց մեմ էդո հետևս կանգնի, ցա շոքերս տակիցս փախնել։ Էլ վրես հալ չկա, էլ չեմ զգում ու դեռ մեքենա ունենք նկարելու։ Ես կարծում եմ, որ այս մասն էլ այսպես։ Արի մի փչացրեմ մազերս։ Մի խանգարի։ Ձերս չէ։ Հետո բայ։ Արի ես մի մասը տաշենք, սենց մազերը այս մի կողմ սանենք մենակ։ Ձեր լուքի արժեքը խնդրում եմ, վերևից ներքև։ Լիլիթ Հովհաննիսյանը նկարահանել են տեսանոց, որտեղ Կարո Արյունյանի հագուստ արժեր 29 միլիոն դրամ։ Յո, իրոք։ Բոլորին նկարեցի, մեկ ինչ նկարեց։ 2 ժամ անց շարունակում ենք։